Քո երազանքի բնակարանը Թևոսյան 1 կոտորակ երեքում է։ Գնիր այն պատրաստի դորակառույցում, տարաժամկետ վճարման բացառիկ տարբերակով վայելիր աշնանը։ Բարև ձեզ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից հեղինակած հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքում լրացում կատարելու մասին եւ էներգետիկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկայի բնագառում գործունեության կարգավորումն իրականացնում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի մասին օրենքով սահմանված կարգով։ Այս համատեքստում լիցենզավորված անձի նկատմամբ վարույթ հարուցելու կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում փաստացի չեն նախատեսվում այն երաշխիքները, որոնք կապող են նման դեպքերում քրիտիկական կամ կարևոր այլ ենթակառուցվածքների բնականոն եւ անխափան գործունեության շարունակականությունը, ինչը կարող է նաեւ հանգեցնել սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության խախտմանը։ Էներգետիկ համակարգի անվտանգությունը եւ հուսալիությունը ազգային անվտանգության եւ հասարակական բարեկեցության կարևոր բաղադրիչներ են։ Այդուհանդերձ Հայաստանի Հանրապետության գործողությունությունը ներկայումս չի ապահովում բավարար մեխանիզմներ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, երբ էներգետիկ ոլորտի կազմակերպության գործունեությունը կամ գործողությունները սպառնում են համակարգի կայունությանը կամ սպառողների լայն շերտերի իրավունքներին։ Պետական մարմինները փաստացի կարող են միջամտել միայն խախտումները արձանագրելուց հետո, այլ կերպ ասած post factum, այսինքն երբ վնասն արդեն իսկ հասցվել է։ Այսինքն գործող իրավակարգավորները թույլ չեն տալիս վտանգի կանխարգելման նպատակով անհապաղ միջամտել, ինչի հետևանքով կարող է առաջանալ հանրային շահերի լայնածավալ խախտումներ, ինչը հանրային իշխանության մարմինների ժամանակավրեպ գործողություններով միայն կարող է արձանագրել, որոնք որևիցե էական փոփոխություն կամ էական օգուտ չեն տալու։ Նման օրենսդրական բացը, ինչպես արդեն նշեցի, լուրջ վտանգներով էներգետիկայի որևէ ենթահամակարգում առաջացած թերացումները կամ չարաշահումները կարող են շղթայական ազդեցություն ունենալ եւ վնասել ամբողջ համակարգի կայունությանը։ Կանխարգելիչ միջոցառման իրավական հնարավորության բացի պայմաններով կարգավորող մարմին ունակ չէ արագ արձագանքել եւ խոչընդոտել նման բացասական զարգացումները մինչեւ անդառնալի վնասի ի հայտ գալը։ Նախատեսող կանխարգելիչ միջոցառումների կիրառումը ենթադրում է, որ հանրային իշխանության մարմինները պետք է ունենան լիազորություն ժամանակի միջամտելու կարգավորող գործունեությանը, երբ դեռ վտանգը միայն հավանական է կամ սկիզբ առնող է, որպեսզի պաշտպանեն հասարակության շահերը առանց սպասելու հետևանքների, որպես կանոն նեգատիվ հետևանքների առաջացմանը։ Հանրային հատուկ կարևորության ոլորտում ավելի արդյունավետ է կանխարգելել համակարգի կոլապսը, քան հետագայում վերացնել դրա հետևանքները։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա նշանակում է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը չխոչընդոտվի եւ սպառողները պաշտպանված լինեն նույնիսկ այն դեպքերում, երբ լիցենզավորված կազմակերպություններից որևիցե մեկում լուրջ խախտումներ են արձանագրվում։ Ոստի պետությունը պետք է ունենա արագ արձագանքման կառուցակարգեր, որպեսզի վտանգի բարձր հավանականության դեպքում գործադրվեն անհրաժեշտ գործընթացներ կանխարգելիչ միջոցներ կիրառելու համար։ Կանխարգելիչ միջոցառումները ուղղված են շտկելու իրավիճակը, վերացնելու հավանական խախտումները եւ դրանց առաջացման ռիսկերը եւ ապահովելու անխափան ծառայությունների մատուցումը սպառողներին։ Կանխարգելիչ միջոցառումների իրավական գործիքակազմի կիրառումը տարածված պրակտիկա է տարբեր երկրներում հանրային ծառայությունների անընդհատությունը երաշխավորելու եւ ռազմավարական նշանակության կազմակերպությունների ձախողումները կառավարելի դարձնելու համար։ Այսպիսով օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտում հանրային իշխանության մարմինները ստանան արդյունավետ կանխարգելիչ լծակներ էական հանրային շահերը պաշտպանելու համար։ Ուստի անհրաժեշտ են օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են ապահովելու, որ պետությունը ունենա կանխարգելիչ միջամտություն եւ ունենա անհրաժեշտ իրավական եւ համաչափ գործիքներ նման միջամտությունը իրականացնելու համար։ Ելնելով վերը նշվածից առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայունության դեպքում կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալու հնարավորություն եւ սահմանում են դրա իրավական հետևանքները։ Սահմանում են նաեւ ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը, սահմանում են կանխարգելիչ միջոցառումների կիրառման առանձնահատկությունները, միջոցառումների կիրառման կարգն ու
այլ հանգամանքները։ Այսքան հարգելի գործընկերներ, եթե ունեք հարցեր, սիրով կպատասխանեմ։